Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Հայկ Սուկյասյանն է, բարև ձեզ, պարոն Սուկյասյան։ Պարոն Սուկյասյան, ընտրություններն անցան, հանրություն եւ փորձագիտական դաշտը քննարկում է արդյունքները եւ հետագա զարգացումները, նախ արդյունքների մասին ինչ տպավորություն ունեք, ոնց կմեկնաբանեք, սպասելի էին դրանք, այս պատկերը, որ ձևավորվեց ընտրություններից հետո։ Սպասել է թե չէ, թողնենք մի կողմ։ Ընդհանուր առմամբ այն, որ հասարակության հավաքական մեծամասնությունը ընտրեց ժողովրդավարական կյանքով ապրելու, ազատ աշխարհին մասնակից լինելու, ազատ ժողովրդավարական աշխարհի մաս լինելու, ինքնիշխան ապրելու ձգտումը, այդ լավ է։ Իհարկե, այդտեղ խնդիր կա, որ ես ենթադրում եմ ավելի շատ ձայներ պիտի ընտրեր ազատություն ու անկախությունը, բայց դա իհարկե մոտավորապես մոտ արդյունք է։ Վատ է, որ մեր հասարակության մի հատված շարունակում է գրկած պահել ճորտության հոսանքը, ձևական պատրվակներով, բաներ բացատրելով, բայց ռուսական ճորտության հոսանքը մեր կողքից քայլելով գալիս է, սա լավ չի։ Այստեղ միայն այդ մարդիկ չեն կարևորը, հոսանքը կա, հոսանքը ինքը արտադրում է անընդհատ սրանց նման ուռած գլուխներ։ Ընտրությունների այս արդյունքի մեջ, այս խորհրդարանի կառուցվածքի մեջ լավ չի, որ ընդգրկված չեն ժողովրդավարական եւ անկախական գիտակցությամբ այլ ուժեր, բայց այն էս մեղավորությունն է։ Եվ այստեղ ոչ մեկ չզառա հանկարծ այդ ժողովրդավարական ուժերից այս արդյունքի համար իրենք մեղավորություն ունեն եւ ես իրենց մեղադրում եմ անկազմակերպ լինելու, էգոիզմի, քաղաքական process-ները անալիզ անելու անունակության մեջ եւ այստեղ հանկարծ դրանք որևէ մեկը իր չգոյությունը քաղաքական լուսանցքում հայտնվելու փաստը չհիմնավորի, որ դե ձերբակալ էիր, որ ես գայի։ Ենթադրենք դա ընդհանրապես ճիշտ է ընդհանրապես, դա ճիշտ է պետության համար։ Բայց քաղաքս դուք ինքներդ ով եք, որտեղ է ձեր արդյունքը, մեղավորություն ունեն, եւ եթե այստեղ պետությունը հանկարծ խնդիրներ ունեցավ, իրենք էլ են մեղավոր, եւ ես մեղադրում եմ իրենց, գնացեք, մտածեք, թե սա ինչ արդյունք է, եւ ինչու է, որ դուք այստեղ մեղավորություն ունեք, թող գնան մի հատ անալիզ անեն, որ այդպես չի կարելի է անընդհատ նույն դեմքով, նույն հայացքով, ոչինչ չասող բաներով, որ մենակ վերլուծելով չի։ Հա ճիշտ է, ժողովրդարական ուժերը նպաստել են այս գրոհը կասեցնելու համար, բայց ընտրությունների ժամանակ ինչ պատրաստվածություն է ձեր կողմից։ Մեղավորություն ունեն այստեղ, այս արդյունքի մեղավորներից մեկը իրենք են։ Բայց ուրիշ բաներ էլ կա։ Իրավապահ համակարգն է մեր գետնատարած այս արդյունքի համար մեղավորություն ունի։ Նայեք, իշխանությունը ինքը իմանա մի բան, հասարակություն չի կարող երկար տարիներով սթրեսի մեջ ապրել։ Երկար տարիներով, ինչ որ պահի չի դիմանա ինչ որ պահի։ Այս ինչ է գից պատերազմից հետո այս հասարակությունը սթրեսի մեջ ապրում է։ Հա ինքը օբյեկտիվ բաներ էլ կա մեջը, բայց պարզվում է իր կյանքը կողոպտածները, իրեն ճորտության տանողները ամենաագրեսիվ հատվածն են եւ անընդհատ ամբողջ ժողովրդի պահում է սթրեսի մեջ։ Դա նորմալ չի։ Եվ այս արդյունքը սթրեսի մեջ եղած արդյունք է։ Եթե այդ սթրեսը չլիներ դրանց կողմից այդ ճնշումը, ընդհանրապես հա ճիշտ է նկատի ունենք, որ բարդ պայմաններում ենք ընտրության գնացել, դրսից ներսից խնդիրներ, Ռուսաստանի ագրեսիա, դրսից մեր շոկով մարդ լցես բերես ստեղ, ընտրի հետ տանես։ Ես ներվայնանում եմ այս հատվածի վրա։ Դուք կարաք, դուք որ գնում հետո հայլում եք նայել եք ձեզ, զրա։ Այդ որ փողով եկել է ընտրի։ Դու որ ձեզ նայում, դուք ընդհանրապես մարդ տեսնում եք այդ հայլում է, ճարա դուք։ Բայց բերել են մեր շոկով քվեարկել է, փողը կա, ռեսուրսը կա, ռեկլամ արած կակեբեշնիկները կան,
արևմտամետների դաշտում ներդրված երիտասարդ կակեբեշնիկներ կան։ 1000 ու մի բան կա, ճիշտ է, սա օբյեկտիվ բան է, որ կարող էր ազդել։ Բայց մեր իրավական դաշտը ինչ որ արձագանք տալու է, թե չէ, ամենակա բացատրություն ունեք, թե այս մի հատ ուռած գլուխը ինչ է շարունակում քաղաքական process-ի մեջ լինել։ Ժողովրդի կյանքը կողոպտած, անիրավ կյանքի մատնած հատվածը այսօր էլի ժողովրդի դեմ կռիվ է տալիս, զանգված է հավաքել, հետո քշում է ժողովրդի դեմ եւ ամենաագրեսիվ հատվածն է։ Ես մեր ժողովրդին առաջարկում եմ պետական մտածողությամբ, անկախության կապած հատվածին լինել ավելի ագրեսիվ։ Դուք պետք է ագրեսիվ լինեք։ Չի կարող փոքրամասնությունը մեծամասնությանը տանել ճորտության։ Չի կարող փոքրամասնությունը մեծամասնությանը ենթարկի կամքին եւ ագրեսիվ ձևով գրոհի։ Ագրեսիվ պետք է լինի պետականամետ հատվածը։ Եվ ես մեր ժողովրդին առաջարկում եմ, եղեք ավելի ագրեսիվ, քան այդ հատվածն է, որովհետեւ այդ հատվածը մի քիչ չափավորվի։ Ուրիշ բան էլ կա, երբ որ մարդիկ դրսից հայության մի հատված կա, դրսից անընդհատ բան են, չէ՞, ռոպագանդում, Ռուսաստանի հետ պետք է լինես։ Ամերիկայում ապրող ուռած գլուխներ կան, որ այդ երկրի բարիքներից օգտվում են, այնտեղից Հայաստանին քշում են ճորտության, արա, հոդուք անասուն չեք։ Եվ այստեղ խնդիր կա, նայեք, ինձ թվում է սա միայն ռուսական օրիենտացիոն մտածողությունը չի, մեր մեջ նախանց կա։ Մենք որպես ժողովուրդ նախանձի մշակույթը ուժեղ է մեր մեջ։ Ինքը չի ուզում, որ դու լավ ապրես։ Միայն ռուսական օրիենտացիան չի։ Միայն այնպես չի, որ կարող է այդ ասողը գործակալ է, չէ։ Կան, որ ռուսական օրիենտացիա չունեն եւ գործակալել չեն։ Բայց ինքը արևմուտքում ապրում է, սեփական ժողովրդին քաշում է ռուսական ճայր։ Ինչի համար։ Ուրեմն նախանձ կա։ Մենք նախանձ ունեցող ժողովուրդ ենք կամ մեր մեջ դա։ Ես չեմ ուզում, որ դիմացինը լավ ապրի։ Ինքը այնտեղից ուզում է, որ մենք վատ ապրենք։ Այդ նախանձը այդ դարերով կուտակված բան է։ Օսմանյան կայսրությունից մեր մեջ մնացել է այդ նախանձը։ Եկել են Արևանի տաղում գնդակարն, ասել դե լավ է, իմ երեխան չի։ Մեկ էլ նախանձել է։ Պրոբլեմներ կան մեր մեջ։ Բայց այստեղ մեր իշխանությունը պետք է պինդ լինի։ Եվ այստեղ ոչ մի բացատրություն ընդունելի չի։ Հետո, որ 40 տարի հետո նորից ասեք, բարձում է իրավական դաշտը լավը չի, չէ՞։ Այսինքն պետք է իմանանք, որ այս հատվածը, որը որ խորհրդարան է լեշը բերել մցրել, այս հատվածը իրավական կյանքի հետ այնքան պրոբլեմներ ունի։ Եվ այդ իրենք պետք է այդ իրավական դաշտի ճնշում իրենց գանգինը զգան, որսի չափավորվեն։ Պարոն Սուկասյան, տեսեք, հիմա էլ ընդդիմությունը, այսպես ասած, մեղադրում է իշխանություններին զանգվածապար կեղծիքների համար, սա հերթական ֆեյք հարձակումն է կամ, չգիտեմ, հերթական տեղեկատվական գրոհն է թե իշխանության, թե ժողովրդի համար, թե այլ պատճառներ կան։ Հերթականները կարող է տակ այլ պատճառներ կա, այդ հետո կհասկանանք։ Բայց իրենք ինչու են մեղադրում։ Զանգվածային կեղծարություն իրենք են չարել։ Ում բռնել են իրենց մարդկանցից է, չէ։ Ընտրություն կեղծելու մշակույթ կա իրենց մեջ։ Իրենք այդ մշակույթի ներկայացուցիչներ են, իրենք ժողովրդի հետ կապ չունեցող հատված են։ Իրենք պրոֆեսիոնալ են ընտրություն կեղծելու, մարդ գնելու, մարդուն մարդու տեղ չդնելու մեջ։ Եկել մեղադրում են, բայց իրենք կմեղադրեն, գիտեք ինչի։ Որովհետև այդ բացահայտումները, գիտեք, հիմա ասում են 400 քանի մարդ կա ձերբակալել, բայց կարող է 400 քանիսը պետք է չլներ, 400,000-ը պետք է լիներ։ Եթե տես մանր մունր 3 հոգու բռնում ես, ասում ես բան, ընտրակեղծիք է, բայց դա կարող է զանգվածայինորեն է եղել։ Բայց հարցը գիտեք որն է, քանի որ իրենք պետության իրավական ինստիտուտների, իրավապահ մարմինների ճնշում իրենց գանգին չեն զգում, կամ թույլ է դա։ Բարձր որ պետք է լքվի անան, ագրեսիվ անան, ինքը իր արած մեղքը բարդում է դասինի վրա։ Այսինքն ընտրությունները կեղծել են իրենք, բայց տակը ուրիշ բան կա, այդ կհասկանանք։ Սրանք ինչու է հիմա սրանց ծապտունը չի լսում, չէ՞, որովհետև տապել են, սպասում են, ես ենթադրում եմ, սպասում են Մոսկվայի վերլուծություններին։ Այդ Մոսկվան ասել է, հələ ձեն չանեք, տափակ դուրս տվեք, ձգեք process-ը, ասեք չենք ճանաչելու ընտրակեղծիկա, մի քիչ ձգեք process-ը, հայությունը սրանով զբաղվի, մենք էլ սկսենք սրանք վերլուծել, մինչև Ռուսաստանում վերլուծեն ինչ են անելու։ Սրանք Մոսկվայի հրամանին են սպասում, սրանք ինքնուրույն մարդիկ չեն։ Հիմա այնտեղ վերլուծում են։ Վերջի 500,000 մարդ ճորտությանը ձայնը չէ տվել։ Դա քիչ զանգված չի։ Քիչ զանգված չի դա։ Եվ դրանից նաև չանցածները, որոնք էլի մի 2 քանի տոկոս հավաքածներ էլ կան, այդ դրանք էլ անկախական ուժեր չեն։ Դրանք էլ գումարես մեծ թիվ է կազմում։ Ճորտության հոսանքին ձայն տվածները հիմա վերլուծում են ինչ անեն կամ գնան բստեն բաներ կեղծ թեզեր գնան հեղաշրջման process-ների, որի ես ենթադրում եմ որ տակից իրենք դուրս չեն գա։
Կամ էլ վերցնեն մանդատները սկսեն մխտարել process-ը, սպասում են Մոսկվայի վերլուծությանը։ Դրա համար իրենցից ծպտում չկա։ Մոսկվան ձեր կարծիքով ինչ վերլուծություն կանի։ Կգնաս սրացման, թե ավելի կփորձի հանդարտ տեսնել իրավիճակ եւ համակերպել արդյունքները։ Այդ չգիտեմ, այդ քիչ դժվար հարց է, նայած ինչ ներքին ինֆորմացիաներ իրենք ունեն։ Դժվար է ասել։ Ենթադրում եմ կգնան մանդատները կվերցնեն, որտեվ գիտեք ոնց է, եթե Ռուսաստանը դրան գնաց, մենք էլ շանս չունենք, իշխանությունը շանս չունի բաներ բացատրելու, դե բան գիտես Մոսկվա, Ռուսաստան գործընկեր բան, ստիպված թեքվելու է։ Ռուսաստանը ուզում է, որ մեզ ստիպի, որ լրիվ փոխվենք իրենից բրծնենք։ Դժվար է, կարծում եմ չեն ուզում։ Նայեք, ես կարծում եմ, մենք ռուսական քաղաքական միտք լավ չգիտենք։ Ռուսները երկար աշխատել գիտեն, մեր նման չէ։ Այդ պետությունը չի հոգնում։ Օրինակ տեսեք, հիմա վերլուծությունները շարունակվում են ուկրաինական պատերազմը։ Տպավորությունը, որ ռուսները պետք է հանձնվեն, պրծնեին, էլի։ Որովհետև ինչ է արել, մեր երկու շրջանն են գրավել, էլի։ Ինչ են արել։ Օրինակ ինչ հաջողություն ունի Ռուսաստանը։ 4-5 տարի է մսաղաց է սարքել, իր ժողովրդին տանում են, բայց այդ պետությունը այդպեսին է։ Տեսեք, ամբողջ աշխարհը կարիվ է անում, Ուկրաինան մտել է, Վրաստանին ընդեց է ճնշում, այստեղ 5-րդ շարասում բերել մցրել մեջտեղս։ Ինքը այդպիսի պետություն, այդ պոտենցիալը ունի, ինքը այլանդակություններ անելու պոտենցիալ ունի։ Ինքը տնտեսական զարգացման պոտենցիալ չունի, ինքը դեմոկրատական դառնալու պոտենցիալ չունի, ինքը հարուստ ապրելու պոտենցիալ չունի, բայց ինքը ունի պոտենցիալ այլանդակություններ անելու, լիքը պոտենցիալ ունի, որտեղ ինքը դրա վրա, այդ թեզիսի վրա առաջացած պետություն է։ Հիմա ուզեմ ասել, ես ենթադրում իրենք հավանաբար չեն գնա սրացման, իրենք կգնան մանդատները վերցնելու ամենայն հավանականությամբ, սրանց կասեն գնացեք մանդատները վերցրեք եւ սկսեն 5 տարի պետության ժողովրդի ներվերը ուտել։ Եվ եթե 5 տարի հետո Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները եւ պետական ինստիտուտները չկայացան եւ շարունակեցին հորանջելով աշխատել, իրենք 31 թվին կարող է շանս ունենան։ Շանս ունեն, որտեվ գիտեք ինչ կա, մենք նայեք, այստեղ միայն այն չի, որ այսքան մարդ այս ճորտությանը ձայն է տվել, ասենք իշխանությունը չի սիրում, իշխանությանը, տեսեք, ես այդ հատվածին ասում եմ, դու իշխանություն չես սիրում, ենթադրենք դու ճիշտ ես, բայց դու քո երեխայի մահվանը ձայն ես տվել, դու գնացեք քվեարկել ես քո երեխայի ճորտությանը, դուք դա եք արել, այս հայության այս տեսակ կարա, մեկից նեղանա ենթադրենք, արա նեղանում ես մարդավարի նեղացի, արա, նեղացել գնացել է իր երեխայի չծնված թորը մահվան համար ձայնը տվեսա։ Այստեղ խնդիր կա, նայեք, մենք մեր ժողովուրդը պարզվում է, ինչ որ հարցերում էլ ընտրության հարցնում էլ մի հատվածը, զգալի հատվածը իրացիոնալ է, որովհետև մարդը եթե ռացիոնալ ընտրություն անի, օրենք պետք է նայես, չէ, վերջը քո գլխին աղետ է բերել Ռուսաստան-Թուրքիան գործարքը, չէ, քշե գնահեցնել են 5-րդ շարասյան վրա, Ադրբեջանով քշել են քո վրա, քո գործակալական ցանցով քո կյանքը այլանդակության են վերածել, բայց դու ես եկել այդ աղետից, դու հսկայական հնարավորություններ ես ստեղծել, դու Ադրբեջան ես խաղաղեցրել, խաղաղության պայմանագիր ես հեսա կկնքի, դու թրիփ ես բերել, դու հսկայական տնտեսական աճուն ես, դու աշխարհի հետ բացվել ես արտաքին աշխարհի հետ, հսկայական գործընկերներ ունես, բազմաթիվ տպավորություն էր, որ դու պետք է քվեարկես սրա օգտին։ Հայարքե մեծամասնությունը քվեարկել է, բայց այդ մեծամասնությանը մի քիչ մոտ հատված չի քվեարկել։ Սա ռացիոնալ ընտրություն չէ, սա իրացիոնալ է։ Դա բացատրելու բան չի, այս ընտրությունը։ Ուզեմ ասել, սա խնդիր է, Ռուսաստանը լավ գիտի, որ մենք այդ իրացիոնալ ընտրություն անող ժողովուրդներից մեկն ենք, կարանք անենք այդպիսի ընտրություն։ Հավաքական մեծամասնությունը չէ, բայց զգալի հատված է, կսպասեն 31 թվին։ Որովհետև էլի եմ ասում, կարող է էլի տնտեսական հսկայական աճեր լինեն, էլի, բայց գնա էլի նրանց ձայն տա, հնարավոր է դա։ Բայց եթե էլ եմ ասում, եթե իշխանությունը շարունակելու է իրավական այս անհասկանալի գործընթացները, եթե հասարակությունը նորից 5 տարի սթրեսի մեջ է ապրելու, նա 31 թվին չի դիմանա։ Դրա համար խելքերը գլուխներ է հավաքեք եւ կարգի եկեք։ Բայց ես այստեղ էլի եմ ասում, ես ում վերադառնալ իմ սկզբի ասացին։ Այս արդյունքի մեջ
մեղավորություն ունեն ժողովրդավարական աշխարհայացքով քաղաքական ուժերը։ Գնում եք 40 անգամ մտնում եք գետի հետ հազածավում եք դուք արա։ Սա ձեր մեղավորությունն է այվես արդյունքը։ Անկազմակերպ լինելու, ձեր եսասիրության, էգոիզմի արդյունք է։ Դուք չեք էլ համաչում ձեր ստացած ձայներից։ Չեք էլ բանը չբացատրեք։ Տատուսարեղ, պապուսարեղ իշխանությունը, ընդ ռուսը չէ, դուք ինչ եք արել։ Որտեղ է ձեր կազմակերպվածել մակարդակը։ Զասակ սենց պրոբլեմներ են, ամբողջ ծանրությունը մնացել է իշխանության վրա, նայեք, ամբողջ ծանրությունը, տեսեք, այս ռևանշիզմը, ռուսական թևը, ինքը մցրել է ուժեր, այսինքն եռագլուխը խորհրդարան մտավ, այն մեկն էլ հələ կասկածել է եռագլխի երրորդը կմտնի, թե չկարող է էլ մտնի, բայց եռակը ստացվում է խորհրդարան մտավ եռագլուխը, եւ դրան աֆիլիացված ուժերը, դրանք եւս ձայն ունեն, մեկը 1% ունի, մեկը 2% ունի, այստեղ կա մի հատ իշխանություն, այս իշխանությանը աջակից անկախական ուժերի վրան ալ չկա։ Եվ բաներ են բացատրում, ես բան, տատուսարև Կրեմլը բան արես, Կրեմլը արես, բայց քո վիճակը նայ։ Եսա պրոբլեմ է, դրա համար ամբողջ ծանրությունը իշխանության վրա է, բայց իշխանությունը պետք է չխոշի այդ ծանրությունից։ Դուք պետք է գնաք այս 5 տարվա մեջ Հայաստանի իրավական կյանքը, քաղաքական կյանքը, եւ այս այլանդակ տեսակին զսպելու ճանապարհով։ Ուրիշաշտ մենք չունենք։ Պարոն Շքեզյան, եւ վերջում կստորագրվի ձեր կարծիքով խաղաղության փաստաթուղթը, եթե հաշվի առնենք, որ մեծամասնություն սահմանադրական չի եղել, դա սահմանադրության փոփոխության խնդիր կար, նաեւ այլ հարցեր գուցե կային, կստորագրի Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր այս արդյունքներից հետ։ Կարծում եմ այո։ Իհարկե, այստեղ էլի դի իշխանությունը եւ ժողովրդի հավաքական մեծամասնությունը պինդ մնա, որովհետեւ դրա դեմ գրոհ է լինելու, զառոց է լինելու, որովհետեւ սրանք խորհրդարան լծված հակապետական սեգմենտը սաբոտաժ է անելու, ցույցեր է անելու, ներվերներս է ուտելու։ Սա անընդհատ տեսեք ամենտեղ անկայունության օջախներ են առաջանում, ամենտեղ։ Դեն մեկը մարդու իրավունք ունի, բանը Արցախի խնդրը վերցել է, գնաց է քշել է վարչապետի դեմ, ասում է, «Էսը կտենաս հալետ»։ Ասենք ես մեկը այստեղ է անկայունության, բայց ինքը շատ բան այդպես հայրենասեր օրինապա ինչ-որ մեկն է եսիմ, էլի։ Ես ասել եմ, ես Արցախ հայությանը նայեք։ Ես առիթ ունեցել եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Մենք իհարկե, մենք պարտավոր ենք եւ մենք անում ենք, եւ մենք կարեկցանքով ենք վերաբերում ձեզ։ Դա մեր պարտավորությունն է։ Եվ մարդասիրական, եւ հայրենակցական, եւ ամեն ինչով։ Մենք կարեկցանք պետք է դրսևորենք եւ պետք է աջակցենք ձեզ, որպեսզի դուք ոտքի կանգնեք։ Այն աղետից հետո, որ եկել է, եւ ես կարծում եմ, եւ մենք ըմբռնումով ենք մոտենում այն աղետին, այն ողբին, որը կա Արցախայության մոտ։ Բայց դուք ըմբռնումով, դուք եք ըմբռնումով մոտենաք։ Որևէ մեկը, ես էլ եմ ասում Արցախայությունից, ոչ մեկը այդ Արցախի հարցը չբռնեք, քշեք այս պետության դեմ։ Դուք պարտավոր եք Հայաստանի Հանրապետության օրակարգով առաջնորդվել։ Հայաստանի Հանրապետությունում կա միայն Հայաստանի Հանրապետության օրակարգ։ Մենք այլ օրակարգի պարագայում Հայաստանի դիակը կհանեն այդտեղից։ Հայաստանի Հանրապետության գոյության համար ստեղծված ռազմավարությունից բացի ուրիշ բան չի կարող լինել։ Ուրիշ ոչ մի բան, հեքիաթներ չպատմեք։ Եվ Արցախի հարցը վերցրես, գնաս քշես պետության ղեկավարի դեմ, հետո ասես ես մարդու իրավունք ունեմ։ 4 հատ է պաշտպան ճարես։ Ես ուզում եմ ասեմ, ես իրավապաշտպան, բան, ես քաղաքասարակության ներկայացուցիչներ լսեք, ձեր գիտելիքները էկլեկտիկ դատողությունների վրա է, մակերեսային է, դուք չեք հասկանում այս ժողովուրդը ինչ պայմաններում է։ Սա մենք հասարակ ժողովուրդ չենք։ Այստեղ պրոբլեմ կա։ Մեր ժողովրդի կառուցվածքը դուք հասկացել եք, մարդու իրավունքը կագեբեշնիկա, մարդու իրավունքը գրքին քշում է պետության դեմ։ Եվ պաշտպաններ ունի, 2 մետրանոց եվրոպացի կուսակցության նախագահ ունի։ Սրանք բոլորը պաշտպաններ եւ սրանք անկայունության օջախներ են, անկայունությունը այս իշխանության լեգիտիմությունից ստանում է։ Եվ այստեղ ասեմ ձեզ, իշխանությունը աջակից ուժ չունի, ուժեղ աջակից ուժ չունի։ Եվ այդ դեմոկրատական թևը բրեկները հալ չկա, դուք պետք է լինեիք այդ աջակից ուժը։ Ուզում ասեմ, սա գրոհը լինելու է այդ խաղաղության պայմանագիրը նախ մխտարելու, լեգիտիմությունը գցելու, սա շարունակվելու է։ Անընդհատ անկայունության օջախներն միգուցե նրանք էլ գայթակղություն ունենան չստորագրելու։ Բայց եթե իշխանությունը պինդ է մնում եւ հիմք ունի պինդ մնալու, որովհետեւ ժողովրդի հավաքական մեծամասնությունը իր հետ է, ինքը մեծամասնություն ունի։ Այս համանդրական մեծամասնությունը համանդրական չէ, կարևոր չի, մեծամասնություն ունեք։ Խաղաղության պայմանագիրը կկնքվի եւ ես վստահ եմ, որ այստեղ Ամերիկայի կողմից, Արևմուտքի կողմից ճնշումը շարունակվելու է։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակի իր անվտանգությունը, իր անկախությունը
երաշխավորող այլ ուղիների ուղղությամբ շատ աշխատել, եթե դեպի այլ առաջարկներ շատ գնա, ռուսական ճնշումը կտուլանա, որ եթե չարես ուժեղանալու է։ Ինչքան Ռուսաստանին Հայաստանը սիրաշահեց եւ այլն, նա ճնշելու է։ Այդ պետությունը այդպեսին է, նա նրա բարեկիրճ չի, նա քաղաքակրթությունից դուրս մնացած պետություն է։ Այդ պետությունն այդպեսին է։ Բարոյականությունը եւ ռուսական քաղաքական մշակույթը իրար հետ ոչ մի առնչություն չունեն, մենք պետք է նկատի ունենանք։ Բայց քանի որ ակնհայտ է, որ իշխանությունը բինջ լինելու բոլոր հիմքերը ունի, եւ քանի որ կա ԱՄՆ-ի աջակցությունը, եւ քանի որ կա թրիփը, կարող է բանը ամերիկացիները թողելու են, որ ինչ-որ մեծ Ալիև իրենց թարիփը վարի տա։ Դա հնարավոր բան չի։ Բայց մեզից է կախված, մենք պետք է պիտ մնանք։ Եվ իրենք ստիպեն, որ ինքը խաղաղության պայմանագրերի կնքի, ես վստահ եմ, որ կնքելու։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սարբաթ Էմանար զրուցակիցս քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էր, կհանդիպենք առայժմ։